Ապրիլի լույս 10-ի գիշերը եւս մղձավանջային է եղել Լիբանանի համար։ Բեյրութի բնակելի շրջաններում, այդ թվում հայաշատ թաղամասերում կյանքի բնականոն ընթացքը շարունակում է մնալ խաթարված։ Մեր հայրենակիցներն անորոշության մեջ են։ Մենք ընդհանրապես դրոնը որ գլսենք մեր գլխում վերև, անդադար դրոն գա, անօտաչու այդ սարքն է որ անդադար մեր գլխում վերև գլա եւ ավելի մեծի վախ կբաճարե բادرազմական օտանավը որ սկսի շրջիլ։ Եվ որ բادرազմական օտանավը շրջի, հոն է որ մենք կսկսենք ավելի վախնալ, որ արդյոք ուր պիտի զարնե, ուր պիտի ռմբակոծե։ Չնայած Նեթանյահուն հանձնարարել է անհապաղ ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ, բայց շարունակում է անխնա ավիրել հարևան երկիրը։ Լիբանանի նախագահն ասել է, որ իրավիճակի միակ լուծումը Իսրայելի հետ զինադադարն է։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության ապրիլի 8-ին երկիրը ցնցած հարվածների հետևանքով զոհերի թիվն անցել է 300-ը, իսկ վիրավորներինը 1150-ը։ Իսրայելական օդուժի հարվածներն ավելի են մոտեցել բնակելի գոտիներին, առաջացնելով ներքին տեղահանվածների մեծ հոսք։ Ամեն հայ իր դունի մեջ է դակավին, բայց մեր շրջանները շատացած են, անոնք որոնք կախտեն գուկա մեր շրջանները, այսինքն մեր շրջանները հիմա շատ իրարանցված է, եթե ինքնաշարժները տեսնեք, մինչև մայթերը շարած են ինքնաշարժները, անոնք որոնք եկած են Դահիեի շրջանեն, այն շրջաններ, որ ռմբակոծվի, մեր շրջանները եկած են։ Անօթաչու թռչող սարքերի և ռմբակոծիչների մշտական ներկայությունը Բեյրութի երկնքում ստիպել է բնակչությանը դիմել նախազգուշական միջոցների։ Կրթական հաստատությունները պարբերաբար ընդհատում են դասերը ավիահարվածների վտանգի պատճառով։ Օրինակ մենք չորեքշաբթի օրը որ դպրոց ունեինք, վերջին բահ պիտի անենք եւ դում պիտի վերադառնայինք, արդեն վերջին բահ սկսավ բادرազմական օտանավը շրջիլ եւ ռումպերու ցայները սկսավ արդեն աշակերտները իրար անցան, ծնողներն արդեն եկած են որպես իրենց ծավակները առնեն, արդեն շատ արագ սկսանք մեր դուները վերադառնալ։ Հեզբոլլահին զինաթափելու անվան տակ Իսրայելը թիրախավորում է ոչ միայն խաղաղ բնակիչներին, այլև Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը, առաջացնելով միջազգային դժգոհություն։ Վճռականորեն դատապարտում ենք Իսրայելի ագրեսիվ վարքագիծը UNIFIL-ի անձնակազմի և ղեկավարության նկատմամբ։ Խաղաղապահները երբեք չպետք է հարձակման թիրախ դառնան։ Դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունենում Լիբանանում, թեև լսեցինք, որ Լիբանանում հրադադարը Իրանի և Միացյալ Նահանգների համաձայնագրի մաս չէր, սակայն մենք ձգտում ենք Լիբանան-Իսրայել առանձին համաձայնագրի։ Մենք դեմ ենք Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին, բայց կան նաև լավ նորություններ։ Ինձ զանգահարեց Իսրայելի արտաքին գործերի նախարարն ու հայտնեց Իսրայել-Լիբանան նոր բանակցության որոշման մասին, որը հավանաբար տեղի կունենա առաջիկա օրերին Միացյալ Նահանգներում։ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ ուրբաթ Հանավիա քաղաքի վրա Իսրայելի օդային հարվածի հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել։ Իսրայելի ուժերը թիրախավորել են այդը Ալ-Շաաբի բնակելի թաղամասերը, հարվածել Ալ-Մաջիդելին։ Ալ-Ջազիրան հայտնել է, որ Իսրայելի ուժերը տներ են պայթեցրել Լիբանանի հարավի Հանին քաղաքում։ Հեզբոլլահը պատասխանել է հրթիռներ արձակելով Իսրայելի հյուսիսային բնակավայրերի ուղղությամբ։ Ալինա Սահակյան, Սինիկ Մայլյան, Էպիկենտրոն։